Հաշվի առնելով, որ հարվածներ Իսրայելը հասցրել է միջուկային եւ ռազմավարական օբյեկտների, դրան զուգահեռ նաեւ 6 ֆիզիկոս գիտնական է, չէ, զոհվել, ոնց հասկանում ենք, գլխատվել է ոչ միայն զինված ուժերը, այլև գիտական ներուժը, ինչպես է հնարավոր հակահարվածը ավելի թիրախային դարձնել եւ արդյոք միջուկային ծրագիրը խափանվում է սրանով, խելքի կգա Իրանը շուտ ժամանակ, առաջկա ժամանակներում։ Միանշանակ Իրանը բոլոր սցենարների համար պատրաստ էր եւ արդեն այդ զինվորականները, բասիլեստական զինվորականները, որ սպանվել են, փոխարինող է արդեն նշանակվել է եւ Իրանը շարունակում է իր գործողությունները, ոչ մեկը չի կարող դադարեցնել Իրանի գործողությունները, կարան հետազոտեն, կարան տանդաղացնեն, բայց Իրանը իր ուղիղ կգնա եւ կարող է հնանավոր է իր միջուկային դոկտրինը փոխի նախապես զգուշացրել էր, որ NPT կարող է դուրս գա Իրանը, եթե հարձակում լինի, եւ նաեւ Իրանը վերջերս ձեռք է բերել հսկայական քանակի հետախուզական տվյալներ Իսրայելից եւ այդ տվյալները գոքնեն, որ ավելի հատ Իրանը թիրախավորված հարձակում կատարի Իսրայելի վրա եւ այդ ամեն ինչը դրա համար էր, որովհետեւ մենք Կիրակի օրը երկու Իրան եւ Միացյալ Նահանգները հայտարարել են, որ բանակցությունների 6-րդ փուլը տեղի կունենա, այդ բանակցությունների զախողման համար այդ հարձակումը կատարեց իհարկե դա միանշանակ Միացյալ Նահանգների մեղքը չեն կարող թաքցնենք, իրենց տեղյակ են եղել այդ հարձակումը եւ իրենց ձեռքով բանակցությունները տապալեցին եւ պետք է տեսնենք ինչ տեղի կունենա հետագայում, որովհետեւ Իրանը միանշանակ հակահարված պատասխան կտա։